ՀԿՊ-ի մոտեցումը Ադրբեջանին ոնց որ ենթակայի մոտեցումը։ Այսինքն բան են մանկապարտեզի նման։ Իրանք համարում են, որ իրանք աշխարհի ամենակենտրոնական կտորում են եւ ամեն ինչ արվում է իրանց վերաբերվում եւ իրանց համար եւ իրանց ինչ որ բան ասելու կամ հասկացնելու կամ պատժելու կամ ողջագուրվելու հետ կապված դա մենք երկրորդը այդ ամեն ինչը դիտարկվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի բանից ու իրականում Ադրբեջանի որովհետեւ Թուրքիան բաց հայտարարում է որ իրանք սեփական մոտեցում այս հարցում չունեն իրանք Ադրբեջանին են այսինքն ընկալումը Ադրբեջանը ինչպես է ընկալում հա խնդիրը նրանում է որ թե ֆակտո նույնիսկ եթե Փաշինյանը փորձում է պայմանավորվել Թուրքիայի հետ ինքը իրականում պետք է պայմանավորվի Ադրբեջանի քանի որ ինքը Ադրբեջանին ճանաչել է որպես բան սուբյեկտ Թուրքիան ասում է օքեյ հավես չունի Հայաստանով զբաղվելու որտեվ դարդա իրանց լեզվով ասած ջարմա ավելի լավ է չզբաղվեն Հայաստանում, որտեվ միշտ այսպես ցեղասպանության հարցը առաջանում, միշտ Մելանի Ջոլին է վեր կանում, օրինակ Կանադայի արտգործնախարարը, որ ասում է լսում եք, արա բացի նրանց որ եղերն եք արել են ձեր բարադի փոքր աղբերները մի հատ էթնիկ զտում են արել, մի հատ ձեր գամերեսը քաշենք, այսինքն այս ամեն ինչը կա միշտ Ֆրանսիա, որը կարա խառնվի Հայաստանի փոխարեն մի հատ էլ ասի, գիտես չկա լը սահմանը բաց առանց նախապայմանների, թե չէ քիթդ կկդրեմ։ Այսինքն այս ամբողջ գրոթը իրեն տենց է ձեր տալի։ Դրա համար ինքը Հայաստանի հետ նախընտրում է չխոսալ։ Նիկոլն ամեն ինչ անում է որ սրանց հարբարը լինի։ Նիկոլ չի հասկանում որ դու Թուրքիային պետք է դիսկոմֆորտ ստեղծես որ ինքը բացի։ Թուրքիան ասում է գնա Ադրբեջանի հետ պայմանավորվի, Ադրբեջանը Պուտինի հետ նստած ասում է չեմ պայմանավորվում։ Միայն մեկն է չկա որ բանանի հասկանում եք Անդեր ինչ-որ մեկի վրա ճնշում, ոնց կարաս Պուտինի վրա ճնշում գործադրես կամ Ալիևի։ Չես կարա, իրանք համակարգից դուրս են։ Իրանց վրա ճնշումը երկու տանկային կորպուսն է, որը Հայաստանը պետք է ունենա ու 75 կործանիչ, որոնցից 35-ը Ռաֆալ, 40-ը Գրիֆեն։ Որի շնորհիվ դու կարող ես ստիպել, որ Ալիևը ուշադիր, առանց որևիցե տարբաց թողելու քեզ լսի ու խելոք անի այն ինչ որ դու ասում ես։ Հակառակ դեպքում դա չի աշխատում։ Իսկ որպեսզի դու ունենաս երկու տանկային կորպուս, դու պետք է ամբողջությամբ դուրս գաս ԵԱՏՄ հապկ համակարգերից եւ մտնես այն համակարգեր, որտեղ քեզ ուղակի դա կվաճառեն, ելը չհաշվոց որ կարող է տան։ Եկիչ։ Իսկ եթե դու դուրս գաս հապկ ԵԱՏՄ-ից, դու ասած Նիկոլ Փաշինյանը, տարբեր մեգա դախլչիներ, փոխվարչապետեր, ռուսամոլներ կոռուպցիոն սխեմաների մեջ ապրողներ առանց Մագադանը մոտիկ լինելու իրանց կյանքը չպատկերացողներ չգիտեմ այս տիպի մարդիկ խոպանից նոր վերադարձածներ եւ խոպան գնացողներ իրանք քո կողքից կգնան իսկ եթե Նիկոլի կողքից գնան իրա մեգա դախլչիները որոնք ըստ միջազգային մամուլի ասենք չգիտեմ ինչ որ համել իրանց մի մասը ոսկի ալավանում Ռուսաստանի համար Նիկոլինը թվում է թե ինքը տենց Պուտինի բարի դրացական հարաբերությունները կառնի, այդ իր համար լուրջ խնդրեմ է, որտեվ ինքը չի պատկերացնում կյանքը առանց կաշառքի։ Իրան կաշառքը առնվազն պետք է այդ մոդելը, որ ինքը դրա մասին խոսի, որտեվ ինքը ուրիշ խոսելու բան չունի։ Ինքը գնում գալիս է խոսում է էթնոգենեզից, հասկանում եք, ազգերի առաջացման կամ ճիշտ Հայաստանի բան, այդ ամբողջ խոսակցությունները հնարավոր են մենակ այն ազգերի շրջապատում, որոնք ստեղծվել են Ստալինի հրամանով։ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը, հայոց պատմությունը, ազգը բերի հասցնի ինչ-որ էթնիկ խմբի մակարդակի, այսինքն ինքը այլ Ստալինի հրամանով ստեղծված ազգերի, նույնիսկ ազգերի չէ, էթնիկ խմբերի հետ միասին, հավասարի պես նստի նոր երկիր ձևավորի, նոր ազգ ձևավորի։ Սա է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործությունը։ Ոչ թե նույնիսկ այն, որ ինքը տանուլ է տվել տնտեսությունը, սա դժվար է։ Տնտեսությունը դժվար է, մեգա դախլչիները նստող են, կբռնենք, սա հետ կբերենք, ինչ կա չկա, իրանք Ամասիայում կտնգեն բանան, ունենց կանեն, որ այդ բանանը աճի, եթե չաճի, կմնան այդ բանանի կողքը այնքան մինչև բանան աճի։ Իրանք բոլորը այնտեղ բան են, իրանք պատժվող են, տնտեսություն բան սաղ հետ բերվող է։ Բացի նրանից, որ դու ազգի արժանապատվությունը գետնով ես տալի։ Իրա փնթի
նախարարներով, մասնավորապես գիտության կրթության կամ ինչպես ընկերներից մեկն ասում բոքսի եւ սեքսի նախարարության հետ բանը, որտեղ իրանք ոչմանով չեն զբաղվում։ Որնամես ոչմանով չեն զբաղվում։ Դու տարօրինակ բան ասեմ, ֆիզիկայի դասագրքում կա բան, որ առաջի քառորդում են անցնում, որը պահանջում է մաթեմատիկական ինչ-որ խնդրի լուծում։ Բայց այդ մաթեմատիկական խնդրի լուծումը հասանելի է դառնում աշակերտի նույն 7-րդ դասարանի վերջի քառորդում։ Այսինքն ինքը չգիտի այդ խնդիրը լուծել։ Բայց իր մոտ առաջի քառորդում դա պահանջվում է։ Ինձ ոչ մի ուրիշ բան չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է ոնց է 7-րդ դասարանը երեխան կարողանում ավարտի ֆիզիկայից գերազանց գնահատականով։ Եթե դու իրան չես սովորեցրել ինքը այդ խնդիրը ոնց լուծի, ուրեմն սաղ է բլեվ։ Եվ ինչու է դա հայտնվել դասագրքում այդ։ Ինչու է դա հայտնվել դասագրքում, գիտեմ, որովհետև մարդիկ փոխանակ գործով զբաղվեն ու դասագիր գրեն, բան են անում։ Քրդնաց տղամարդկանց սպորտ են զարգացնում, մեկը համարում են, որ բանը նժդեն խոսքի բանը, ամեն ինչը, ֆաշիստ է։ Ասեմ ձեզ, որ նույնիսկ Ցուկերբերգը հասկացավ, որ Մոնթեն էլ բան չի, տերորիստ չի, հանեցին այդ Մոնթեի, հայտնի էր, չէ՞ որ Մոնթեով բան էր անում, ջնջում էին, հիմա թողում է։ Բարը նկարը բանը դնում էիր, հանում էին։ Հիմա հարցս հետևելն է։ Հարգելի չէ, հարգելի չէ, ուղղակի։ Նիկոլ, դու կարող ես գործով զբաղվես վերջը։ Որպես վարչապետ, որպես մարդ, ով պատասխանատու է բուղղալտերական գրքերի համար։ Որովհետև ազգի արժանապատվությունը գետնով տալը, ոնց որ թե ոչ մի լավ բանի չի բերում։ Խոզնավարին միշտ կրակելու։ Միշտ, ես ձեզ ստեղ սկսած օրվանից ասում եմ, նոյեմբերի 9-ը ոչ մի բան է այդ փաստաթուղթը, խաղաղության պայմանագրի այս 17 կետը, ուզում եք 117-ը կողքից ավելացրեք, սա ոչ մի բան է, Նիդերլանդների թագավորը, գեր բարի, գեր հաջողակ, քեր փափուկ, Նիդերլանդները, լիշեք Ամստերդամի մասին ինչ գիտեք։ Նիդերլանդների թագավորը ասում է պրծավ տղեկ, մինչև ատամները պտի զինվենք, պրծավ, ասենք եթե Նիդերլանդները, որոնք շրջապակված են Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Ծովենկով, Դանիա, ինչ, ստեղ Գերմանիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, ինչ պրոբլեմ ունեն իրանք։ Իրանք ունեն 0 պրոբլեմ 3 սահման են կողմ։ Եթե Նիդերլանդների թագավորը ասում է տղեկ պրծավ զինվում ենք, ինչ խաղաղության խաշմերու կարա, ինչ կեպ կա, ինչ հեծանիվ, ինչ ես խոսում ընդհանրապես։ ԱՊՀ երրորդ խաղերին հրավեր։ Հա, ԱՊՀ երրորդ խաղերին ես մեծ հաճույքով Նիկոլին կուղարկեմ։ Ասենք պարզապես կիսա ստացվեց Ադրբեջանը հրավիրել է Հայաստանին այդ խաղերին։ Ես հատվածը Ստեփանագերտում։ Ռուսերեն շատ լավ բան ասում, պազորսը դա կանցա։ Չէ, մերոնք ասում են անվտանգությունը, դեռ մենք չգիտենք։ Ինչ անվտանգություն, ժողովուրդ, մայիսի 9-ին գնում է Մոսկվա, ինքը չունի արժանապատվություն։ Չունի, հիշում եք մատանների տիրակալներն առաջին բանը հոբիտի մեջ, որ առաջի անգամ Սաուրոնին որ բան են անում, Գալադրիելի բանն է։ Ասում դու չունես անուն, դու չունես տասկ, դու չունես դեմք, դու չունես մարմին։ Վերադարձի այնտեղ որտեղից եկել ես ու ուղարկում է ուր արևելք ճահիճներ։ Այ Նիկոլը մոտավորապես այդ կարգավիճակ է, ինքը չունի անուն, ինքը չունի պատիվ, ինքը չունի արժանապատվություն, ինքը ոչինչ չունի։ Ինքը ունի կեպկա, հեծանիվ ու հիմար խոսելու հնարավորություն։ Դեռևս թույլ են տալիս։ Ինքը անց չի, ինքը ներկայացնում է Հայաստանը։ Ստոպ։ Ինքը ներկայացնում է, ես չասի վարչապետը, ես ասի Նիկոլը։ Վարչապետը որպես այդպեսին կարա ստանա արգելանք ազգային ժողովից չգնալու։ Ես ասում եմ Նիկոլը, որը պատրաստ է, հասկանում եք խնդիրը որ։ Որպես Հայաստանի վարչապետ էլ եմ ասում, իրանք կարա Մակրոնը զանգի, որպես ռազմավարական դաշնակից Հայաստանի, ոչ թե Նիկոլ։
ու ասի որ նպատակահարմար չենք գնալը կամ Տրամփի այս բանը ուշադիր կարդա, հասկանա որ ռազմավարական գործընկեր չի նշանակում որ մայիսի 9-ին պիտի գնաս այնտեղ, ասի չեմ գնում, որովհետև կրկնում եմ մայիսի 9-ը դա ֆաշիստական տոն է։ Եվ մայիսի 9-ը դա ֆաշիստների եւ մարդկության դեմ հանցագործություն գործած մարդկանց տոնը։ Չի կարելի այնտեղ գնալ ուղղակի։ Այն հաշվի առնելով ով է գալու, ասենք Վուչիչը եւ Դոդիկը, ովքեր պատասխանատու են Սրեբրենիցայի ցեղասպանության համար, հիշեցնեմ, հա, Սրեբրենիցան էտենա ինչ որ արեցին Արցախի հետ։ Այնտեղ գալիս է Ալիևը, որ Արցախի էթնիկ զտում արեց Պուտինի հետ միասին։ Այնտեղ չկա ինչ որ մեկը, ում կողքը դու կարաս կանգնես ու դա ոնց որ ասում են բան չլինի, բիծ չթողի իմիջիդ վրա։ Հենց է սա հարցը, որ որպես վարչապետ ինքը կարա չգնա, բայց որպես Նիկոլ ինքը արդեն տեղավորվել է, որ պետք է գնա։ Հասկանում եք։ Կոպիտ ասած շատ բանոր։ Լավ, ին վերաբերեմ, որ ոչ մեկ բան չանի, հա։ Եթե ես որպես պաշտոնյա ինչ որ ստիպված լինեմ Հայաստանի անունից ինչ որ միտեղ գնամ, ես մեջս չեմ տեղավորվի Ռուսաստանի հետ, հա։ Ես իմ մեջ չեմ տեղավորվում դրա մեջ։ Ես ինչ որ մի բան կանեմ, որ չլինի դա, իսկ ինքը մեջը տեղավորված է։ Իրա մեջ այդ խնդրեմ չի առաջացնում։ Իրանց մեջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարության մոտ խնդիր չի առաջացնում մայիսի 9-ը նշել Ռուսաստանում Կարմիր հրապարակում։ Մայիսի 9-ը Ալիևի կողքը նշել խնդիր չի առաջացնում։ Որովհետև հակառակ կերպ ես չեմ տեսնում, հասկանում եք, Նիկոլը կարա ասի, հա գնում եմ Աշկովանի, սաղ վարչությունը ասի չէ, ոնց կլինի Գերագույն ջան, ուր ես գնում, հեսա կտամ հեծանի վրա կջարդեմ, հիվանդ եմ, այդ օրը քավոր պիտի կանգնես, արի գնանք խորոված ուտենք, արի չգիտեմ, վարունգ կեր կաթով, անենց համովա, որ չկարանա տնից դուրս գա այդ օրը, ասեն ապա չի կարա այսօր վատա շեֆը չի գալի, բայց հասկանում եք, բայց իրենք ամբողջությամբ տեղավորվել են դրա մեջ։